Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, կառավարության նախաձեռնությամբ ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 17-ամսյա ծառայության ժամկետով։ Դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ, պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում և այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։ Հարգելի պատգամավորներ, օրենքի նախագիծը հավանության է արժանացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Սիսակ Գաբրիելյան։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, դուք ասացիք, որ ըստ էության հետադարձ ուժ չի ունենում այստեղ եւ նրանք, ովքեր զորակոչվել են մինչև այս օրենքի ընդունումը, կշարունակեն 2 տարի այդ ծառայությունը։ Ես ուզում եի հարցնելիս հնարավոր է իրանց մասով մի քիչ այդ արձակուրդները, որ տրվում է, այստեղ որևէ խրախուսական նորմ դնենք։ Սա առաջին հարցը եւ երկրորդ 18-ամյա ծառայության դեպքում փաստացի քանի օր, եթե օրինակ կանոնադրական բաներով ծառայելա, ոչ մի խնդիր չունի, որքան օր է ինքը կարողանում նաև արձակուրդ գալ։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրիելյան, ես առիթ եմ ունեցել սրա մասին խոսելու, նաև վերջերս քաղաքացիների հարցադրումների շրջանակներում կառավարությունում հարց ու պատասխան եմ ունեցել։ Ուրեմն հետևյալն է, մենք համատեղ ընդունել ենք մի օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար և 30 օր սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար։ Այսինքն, ըստ էության, մենք այդ փոփոխությունը, այդ բարելավումը արդեն իսկ իրականացրել ենք։ Եվ սա տարածվում է նաև երկրորդ հարցի վրա։ Արձագանք։ Շնորհակալ եմ շատ, պարոն նախարար, այսինքն տարի ու կեսվա ծառայության դեպքում դեռ 1 ամիս էլ, եթե սահմանային է ծառայում, ինքը ըստ էության այդ ժամկետում ունի արձակուրդ։ Այո, իհարկե 18-ամսյա ժամկետը ուժի մեջ մտնելուց հետո այստեղ փոփոխությունների կարիք կունենանք, որպեսզի հստակեցվի, նախորդ որոշումը ընդունված էր 2 տարվա ծառայության համար, այսինքն յուրաքանչյուր 6 ամիս ծառայության ընթացքում զինծառայողը կարող էր 7 և կամ 10 օր ունենալ արձակուրդ։ Դավիթ Դանիելյան։ Շնորհակալություն, պարոն նախարար, շատ կարևոր օրենքի նախագիծ եք բերել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Իմ գործընկերը պարոն Գաբրիելյանը հնչեցրեց հարցի առաջին մասը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս պահի դրությամբ ծառայության մեջ գտնվող զինծառայողների մասով որևէ փոփոխություն չի լինի, այսինքն իրենք իրենց 2 տարին են ծառայելու, որևէ արտոնյալ, այդ թվում արձակուրդների մասով չի լինելու որևէ, թե նոր նախագիծ ունեք, որով նաև ավելյալ արձակուրդ են ստանալու։ Իմ մտահոգությունը այդ արդարության մասն է, որ այսօրվա զինծառայողները
ես էլ եմ ինքս բանակում ծառայել, չնեղվեն, որ նոր եկողները փաստացի իրենք 6 ամիսա ծառայում են, բայց նոր եկողները իրաց հետ հավասար զորացրվելու են, եւ ինչքանով այս նախագծին օժանդակել նաեւ պաշտպան հայրենաց նախագիծը, որը որ շատ կարեւոր եմ համարում բանակի բարեփոխումների տրամաբանության մեջ։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, նախ համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա, անարդարություն այստեղ չկա, քանի որ օրենքը ուժի մեջ կմտնի եւ անմիջապես զորակոչի վրա այն կտարածվի։ Այն գուցե որոշակի անարդարություն իր մեջ պարունակեր, եթե մենք օրենքը ընդունեինք հունիսի 1-ին, քանի որ օրենքի մասին խոսակցությունը ավելի վաղ էր եւ օրենքը տարածվեր հունիսի 1-ից հետո կամ հուլիսի 1-ից հետո ծառայության անցնող քաղաքացիների վրա, տվյալ պարագայում ձմեռային զորակոչը գուցե այստեղ անարդարություն տեսներ։ Բայց մենք խոսում ենք մի բանի մասին, որը նոր է տեղի ունենալու եւ նախկինում ծառայության մեջ գտնողների վրա այն տարածելը արդեն անարդար կլինի։ Եվ այստեղ խոսել նրա մասին, որ նոր խրախուսական ինչ-որ բաներ են պետք, երբ արդեն իսկ ես խոսեցի արձակուրդների մասին, կարծում եմ սա շատ արդար է եւ մեր գործընկերները եւ մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ովքեր հիմա գտնվում են ծառայության մեջ, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պիտի ըմբռնումով մոտենան, որովհետեւ սա վերաբերում է ապագայում ծառայողներին, այդ թվում նաեւ իրենց զավակներին, իրենց եղբայրներին, իրենց հարազատներին ու ընդհանրապես առհասարակ Հայաստանի քաղաքացիներին։ Արձագանք։ Պաշտպան հայրենացը, այո, էական ազդեցություն է գործել եւ մեր հաշվարկների հիմքում հենց պայմանագրային զինծառայության անցնող ժամկետային զինծառայողների թվաքանակը ու նրանց մեծ ցանկությունն է, բայց Պարոն Պապիկյան, խնդրում եմ ավարտեք, արձագանքից հետո կշարունակեք, արձագանք։ Շնորհակալություն, կխնդրեմ շարունակեք պաշտպան հայրենացի մասով, պարոն Պապիկյան, եւ կուզենայի նշեք նաեւ զինվորական ծառայության անցնելու գրավչությունը որքանով է բարձրացել վերջի տարիների ընթացքում, որովհետեւ ինքս նկատում եմ, որ որոշակի գրավչությունը բարձրացել է բազմաթիվ ծրագրերի շնորհիվ, կուզենայի նաեւ ձեր գնահատականը լսել այդ մասով, շնորհակալություն։ Ես կարծում եմ բավականին ավելացել է ու այստեղ մեծամասամբ մենք շեշտը դնում ենք իհարկե պաշտպան հայրենյաց ծրագրի վրա, որովհետեւ այն ավելի հեռանկարային է եւ նաեւ քանի որ նպատակ է ունեցել հենց այս օրենքի նախագիծ այսօր շրջանառող կյանքի կոչելու համար նախադրյալներ ստեղծել, մենք դրա համար ենք ակցենտը դնում պաշտպան հայրենյացի վրա, բայց սովորական քաղաքացիներ, նախկինում ծառայած եւ այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ այսօր որոշում են ընդունում անցնել զինվորական ծառայության։ Ես առիթ եմ ունեցել նաեւ խոսել որոշակի թվերի մասին, խոսքը շուրջ 25 թվականին շուրջ 1000 քաղաքացու, նմանատիպ 1000 քաղաքացու մասին է։ Շնորհակալ եմ։ Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն։ Պապիկյան, երկար սպասված բարեփոխումներ, որի համար շնորհակալություն եմ հայտնում, իմ հարցը հետևյալն է. 2 տարին 1.5 տարու փոխելու ընթացքի մեջ մենք ուսուցման, որակյալ ծառայության խնդիրներ կարող ենք ունենալ, թե մենք նախապատրաստվել ենք, որ այսինքն 1/4-ով կրճատելով ծառայության ընթացքը, բնականաբար կրթական փոփոխություններ նույնպես, ուսուցման փոփոխություններ նույնպես պետք է իրականացվի, ենթադրում եմ, եւ նաեւ կխնդրեի տարածաշրջանային երկրների հետ, եթե ունեք համեմատություն, հասկանանք այս 1.5 տարին ավելա պակասա քիչ, այսինքն կոնցեպտուալ իմաստով, մեր ռազմավարության իմաստով, մենք այս փոփոխություն բարեփոխում անելով մեր տարածաշրջանային երկրների հետ համեմատության մեջ մենք ճիշտ դիրքավորում ունենք, թե ոչ, ձեր կարծիքը խնդրում եմ փոխանցել։ Դե գիտեք, ես կարծում եմ մենք պիտի ելնենք մեր իրողություններից։ Տարածաշրջանային երկրներում տարբեր կերպ են հարցին վերաբերում, մասնավորապես նրանք ավելի վաղ են շեշտադրումը կատարել պրոֆեսիոնալ բանակի վրա, եթե խոսենք Թուրքիայի մասին, խոսենք Վրաստանի մասին, նաև Ադրբեջանը 1.5 տարվան անցում է կատարել դեռևս 2000-ականներին։ Այսինքն, բայց հիմա համեմատվել որևէ մեկի հետ, կարծում եմ տեղին չէ, մենք պիտի ավելի շատ ելնենք նրանից, ինչ մարդկային ռեսուրսների, ինչ հնարավորությունների ենք տիրապետում, որովհետեւ կարողանանք մեր առջև դրած խնդիրները լուծել։ Եվ այո, պրոֆեսիոնալիզմի վրա շեշտադրում կատարելը ամենակարևոր գործոնն է, որը ընկած է այս նախագծի հիմքում։ Արձագանք։
Շնորհակալություն իհարկե մենք յուրաքանչյուր պետություն ինքն է իր խնդիրը դնում եւ դրա համապատասխան է նաեւ ձևավորում եւ բանակը եւ տնտեսությունը դրա հետ միասին նաեւ մենք որոշակի տնային աշխատանք պիտի կատարած լինենք եւ նաեւ սպասվելիք ընթացքի մեջ անընդհատ կատարելագործելու խնդիր դնենք այս իմաստով մեր մոտեցումը ռազմավարությունը ասենք զուտ հայկականությունը իտեղ ունի բայց որոշակի համեմատություններ մենք ուզենք աշխարհի քարտեզի վրա ենք եւ պետք է հասկանանք ասենք մենք չէ աշխարհում ընդունված մոդելներ կան ասենք նատոյական բանակի մոդել խորհրդային միության մոդել եւ այլն մենք գտնել ենք այն ուրույնը ռազմավարական այն խնդիրները լուծելու որը զուտ մեր պետականության հետ եւ մեր պետության շարունակականության հետ կապված մենք կոնցեպտուալ լուծումներ ենք այլևս գտել կարող ենք այդ մասին հայտարարել Այո, գտել ենք խոսքը վերաբերում է նրան, որ ժամկետային զինծառայությունը, որը կարծում եմ մեզ մոտ պիտի մշտապես պահպանվի, բայց պիտի հանդիսանա աղբյուր պրոֆեսիոնալ բանակի սնուցման համար։ Դրա վառ օրինական, նորից եմ կրկնում, պաշտպան հայրենիաց ծրագիրն է։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ եւ ժամկետային զինծառայողների զգալի հատվածը ես լիահույս եմ որ ինչ որ փուլում դա կդառնա զինծառայողների կեսը որոշում կընդունեն դառնալ զինվորական սկզբից գոնե 5 տարով հետագայում իհարկե կյանքը ցույց կտա ինչ վերաբերում է պատրաստությանը ոչ մի կերպ չի տուժում պատրաստությունը ամեն ինչ իր բնականon հունով կշարունակվի Արձագանք Հա, ներողություն։ Լիլիթ Ստեփանյան Շնորհակալություն, պարոն Պապիկյան, նախ շնորհակալ եմ այս նախագիծը ազգային ժողովում ներկայացնելու համար։ Ենթադրում եմ, որ այս նախագիծը պետք է դիտարկել այս փոփոխությունը նախ մեր քաղաքական հանձնառությունների շրջանակներում եւ երկրորդ արդեն պրոֆեսիոնալ բանակի կազմավորման տրամաբանության մեջ։ Հիմնականում այս նախագծի շուրջ քննադատությունները երբնչում են ընդդիմության կողմից, հետեւյալն է, որ մարդկային ռեսուրսի առումով թերևս կրճատելով ժամանակը մենք կունենանք խնդիր սահմանին կանգնելու տեսանկյունից, բայց մենք գիտենք զուգահեռաբար որ նաև 2 տարում եւ բանակում նախկինում չիրականացված ռեֆորմների առումով բավականին մեծ է նաև արտագաղթի տեմպերը։ Հասկանալի է, որ շատ կոնկրետ թվեր չեք կարող հնչեցնել, բայց ունեք որոշակի վիճակագրություն կամ արձագանքներից կարող եք որոշակի հետևություններ անել։ Այս նախագիծը որքանով դրական ազդեցություն կունենա ներգաղթի վրա եւ պաշտպան հայրենիացից խոսեցիք, բանակի գրավչությունը մեծացնելու տեսանկյունից էլ ինչ ծրագրեր եք քննարկում։ Իհարկե բարդ է կանխատեսումներ անել կամ գնահատել թե արտագաղթի վրա իրական ինչ ազդեցություն կունենա, բայց փաստ է, որ այն մեծ հոգեբանական ազդեցություն կունենա եւ պատանիների վրա եւ նրանց ծնողների վրա եւ կարծում եմ նաեւ մարդկանց ներկա իրողությունները ավելի շոշափելի եւ զգալի կդարձնի զգացական կդարձնի այսպես ասած Արձագանք Շնորհակալ եմ պարոն Պապիկյան, այնուամենայնիվ նախագծի շուրջ